Նոր ռազմավարություն ավտոապահովագրության ոլորտում սպասարկման որակը բարձրացնելու համար։ Ապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը ներկայացրեց 2025-ից 2028 թվականների ռազմավարության կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը, որոնք հերթով կփորձեն իրականացնել։ Կարճաժամկետ ծրագրերից առաջինը վերաբերում է հատուցումների առավելագույն շեմին։ Այս պահի դրությամբ անձնական վնասի համար 3,3 միլիոն դրամ է, գույքայինի համար 1,8 միլիոն։ Նախատեսում ենք նախկինում իրականացված սակագների ազատականացմանը զուգահեռ նաև գումարի ազատականացում ապահովել, այսինքն թողնել ինչ-որ պարտադիր չափ, սահմանաչափ, որը առնվազն պետք է ապահովվի, բայց ապահովագրական ընկերությունները ի վիճակի կլինեն այս փոփոխությամբ այլ ավելի բարձր ապահովագրական ծածկույթներ սահմանել, որով և նաև կարող են մրցակցել։ Ռազմավարության հաջորդ կարևոր նպատակը ապա գործընթացների ավտոմատացումն է։ Վաղինակ Եղիազարյանն ընդգծեց. վթարներից հետո հաճախ վնասի գնահատման ժամանակ անհամաձայնություններ են լինում։ Նրա խոսքով ավտոմատ համակարգի կիրառման դեպքում ավելի օբյեկտիվ կլինեն վնասի չափի գնահատումները։ Ավտոմատացումը ենթադրում է մի կողմից մի համակարգ ծրագիր, որը որ հաշվի առնելով այդ տվյալները եւ նախորդ ամբողջ պատմությունը կուտակված այս համակարգում կորոշի կամ կառաջարկի մեղավորություն եւ կամ վնասի չափ, որը որ փորձագետը հիմք ընդունելով կարող է ինչ-որ իր լրացուցիչ դատողությունները կիրառել եւ վերջնական եզրահանգման գալ, բայց դա ուղենիշային դեր կարող է կատարել, որը որ կսահմանափակի մանևրելու, այսպես ասած, հնարավորությունը։ Ռազմավարության ծրագրերից մեկով էլ նախատեսվում է վթարված ավտոմեքենաների վերանորոգում, այսինքն ապահովագրական ընկերությունները կազմակերպությունների միջոցով ապահովեն վնասված ավտոմեքենաների վերանորոգումը, ոչ թե գումար վճարեն։ Անձնական վնասների փոխհատուցումը բժշկական հաստատություններին փոխանցելու գործընթացն էլ ավելի արագացնելու համար ապահովագրողների բյուրոյի ասֆահարթակը կսինխրոնացվի առողջապահական ու իրավական համակարգերի հետ։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Երբ մարդիկ բուժվում են բուժհաստատություններում եւ սովորաբար այդ գործերով հարուցում են քրեական գործեր, ապա մարմինների կողմից հետո խնդիրներ առաջացնում այդ գործընթացը կարգավորելու, վերջնական ֆինանսական վճարումներ հարցերը լուծելու, քանի որ մարդիկ բուժվելուց հետո հաճախ չեն վերադառնում հիվանդանոց կամ չեն գնում այդ իրավապահ մարմինների մոտ փաստաթղթերի վերջնական տարբերակները ապահովագրական ընկերություններին փոխանցելու, հետո այդ գործընթացը բարդանում է, այդ մարդկանց պետք է գտնեն, ինչ-որ փորձեն իրանց միջոցով թղթաբանությունը ապահովել։ Կարևոր է նաև վթարների հաճախականության նվազեցումը։ Ավտոապահովագրողների բյուրոն առաջարկում է անհատական ռիսկերի վրա հիմնված սակագներ սահմանել, այսինքն յուրաքանչյուր անձի ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները հաշվի առնելով սակագները տարբերակված կլինեն։ Վաղինակ Եղիազարյանը տեղեկացրեց, որ առաջարկվող ծրագիրը իրականացնելու համար պետք է քննարկումներ ունենան քաղաքապետարանի եւ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Ավտոապահովագրողների բյուրոն մշակած ռազմավարությունը կհաստատի խորհրդի նիստին, որը կկայանա մինչև հունվարի ավարտը։ Նարեկ Արոշանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։